Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ձեր հետ կրկին ես եմ Պայծառատեսանի Գրիգորյանը։ Ինչպես գիտեք, շատ շուտով մեր ամենասիրած տոներից մեկն է Սուրբ Զատիկը։ Ինչպես գիտեք, Զատիկը բոլորիս համար յուրահատուկ տոն է, հաջող տոն է։ Հենց Քրիստոսը ինքը խորհուրդ տվեց մեզ, որ մենք նշենք Զատիկը։ Իսկ ես, որպեսզի դուք բոլորդ ունենաք ձեր ընտանիքներում հաջողություն, երջանկություն, ձեր առջև բացելու եմ մի յուրահատուկ գաղտնիք, տեսնենք թե ինչ կարելի է անել Զատիկի տոնին, որ մեր ընտանիքում միշտ հացը չպագասի։ Իմ շատ սիրելի հետևորդներ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան, Զատիկի ավագ 5-շաբթին, եթե ընտանիքում ապրում է 5 հոգի, հարկավոր է, որ ավագ 5-շաբթին, այսինքն այդ 5-շաբթին է, որ պետքա Զատիկը գա, շատ հաճախ կարող է հարցնի Կանի ջան, ավագ 5-շաբթին ո՞րն է, հենց Զատիկի 5-շաբթին է, սիրելի հետևորդներ ջան։ Երեկոյան, այդպես ժամը 5-ից 6-ի կողմերը կարող ենք վերցնել 5 հատ ձու, եթե ընտանիքում 5 հոգի մարդ է ապրում։ 5 հատ ձու խաշենք, ներկենք, պահենք այսպես մեր ափի մեջ եւ ասենք. ոնց այս ջուրն է այսպես եռում, ոնց այս հավգիթներն են այսպես եփում, կարող եք ասեք ձուներ, հավգիթներ, թող իմ ընտանիքում այսպես լինի երջանկություն, խաղաղություն, սեր, միություն եւ պարտադիր ամեն մեկը պետք է իր ներկած, խաշած ձուն ուտի, որպեսզի ընտանիքում լինի հաջողություն։ Դա անում ենք ավագ 5-շաբթի օրը։ Իսկ ամենակարևորը, թե մենք ոնց կարող ենք անել, որ ամբողջ տարին մենք ունենանք հաջողություն, երջանկություն, գումար, ձեզ առջև բացելու եմ մի յուրահատուկ գաղտնիք եւ ես ներկել եմ մի հատ շատ սիրուն ու գեղեցիկ ձու, որպեսզի իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան, ձեզ բացատրեմ, թե ինչ է կարելի անել։ Մենք եթե արդեն ներկել վերջացրել ենք մեր ձուն, յուրաքանչյուրս կարող ենք զարդարել մեր ձևով, կարող ենք զարդարել սոխի կլեպներով եւ իդեպ պետք է ասեմ, որ ամենահաջողակը սոխի կլեպով ձուն ներկելն է։ Ընտանիքում կարևոր չի կներկենք կարմիր գույն, կապույտ գույն, պարտադիր գոնե 3 հատ պետք է ներկենք սոխի կլեպով, որպեսզի դա մեզ բերի հաջողություն։ Իսկ այստեղ ես ունեմ այսպիսի մի շատ սիրուն գեղեցիկ ներկայացու, պետք է ձեզ ասեմ, թե ինչ ենք անելու այս ձուն։ Կիրակի երեկոյան ձվի վրա 7 անգամ ասում ենք հայրմերը եւ այս ձուն դնում ենք պատուհանագոգին ներսի կողմից, որպեսզի դրսի լույսի լույսնյակը ընկնի մեր ձվի վրա։ Այնուհետև առավոտ շուտ երկուշաբթի վերցնում ենք այս մեր ներկած ձուն, որը որ մենք աղոթե դրել էինք պատուհանագոգին, դնում ենք որևիցե մի այսպիսի ամանի կամ տուփի մեջ, ես այսպիսի գեղեցիկ ամանի մեջ եմ դնում եւ թաքցնում ենք մեր պահարանում մի տարի։ Հիմա այսպիսի հարց կառաջանա, թե չի փչանում, չի ворտնում, չէ, եթե դուք իրեն ձեռք չեք տալիս, բնականաբար չենք ուտում, իրեն մի ամբողջ տարի այս ձուն պահում ենք մեր տան պահարանում, որպեսզի մեր ընտանիքում լինի հաջողություն։ Իսկ հաջորդ տարին, հաջորդ Զատիկին փոխում ենք այս ձուն, հին ձուն գցում ենք հոսող ջուրը, նորը դնում ենք նորից մեր պահարանում։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, իմ շատ սիրելի հետևորդ, ուզում եմ, որ յուրաքանչյուրի դարավոտները լինի արևոտ, լինեք երջանիկ, լինեք հաջողակ, լինեք բախտավոր եւ ոչ մեկը չտխրեք։ Իսկ ես Պայծառատեսանի Գրիգորյանս պատրաստ եմ 24 ժամ ձեզ լսելու եւ օգնելու։ Կարող եք զանգահարել 077 49 48 28 հեռախոսահամարով կամ կարող եք զանգահարել 098 80 89 30 հեռախոսահամարին։ Ես մեծ սիրով ու ջերմությամբ կօգնեմ ձեզ, թող բոլորիս հետ լինի եւ հույս, եւ հավատ, եւ սեր։